97 կողմ 12 դեմ 3 ձեռնպատժայինների հարաբերակցությամբ ազգային ժողովը ընդունեց 2016 թվականի պետական բյուջեի լրամշակված եւ փոփոխված նախագիծը։ Դեմ էին օրինաց երկիր, ժառանգություն կուսակցությունները, Հայ ազգային կոնգրեսի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության գերակշիռ պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ միասին կողմ քվեարկեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։ Ձեռնպահեն Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորներ Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Էլինար Վարդանյանը։ Քվեարկությանը չմասնակցեցին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ու դաշնակցականները։ Իսկ վարչապետը իր եզրափակիչ ելույթում բոլոր քննադատներին պատասխանեց Ուինստոն Չերչիլի խոսքերով։ Յուրաքանչյուր խելացի մարդ միշտ կարող է կազմել հաղթական ծրագիր, բայց մեկ պայմանով, եթե ինքը չի այդ ծրագրի իրականացնողն ու պատասխանատուն։ Արդեն կառավարության հետ ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ վարչապետի ունեցվածքին։ Ըստ օդում կախված լուրերի Հովիկ Աբրահամյանը Երևանի փոքր կենտրոնում գտնվող երկու նորակառույց բարձրահարկ շենքի սեփականատեր է։ Մի կախված մարդ ուզում է այսօր լավ օրվա մեր տրամադրությունը փչացնի։ Եթե լա հարց ով օդից կախված կմնա, պարոն Սահակյան, այդ ժամանակը ցույց կտա։ Ազգային ժողովում իրարանցում սկսվեց, երբ խոսափողին մոտեցավ Զարուհի Փոստանջյանը։ Հեսա կանցնի, համբերեք։ Ձեր հետևից շատ տգեղ բաներ են արտահայտում, ես չեմ ցանկանում այդ տգեղ արտահայտությունները լսել։ Գալու Սահակյանը կրկին թույլ չտվեց Զարուհի Փոստանջյանին ավարտել իր խոսքը։ Ինչ անեմ, համարենք մշակութային միջոցառում, ձերը երկեր շաբաշտվող էլ չկա։ Ազգային ժողովը իր աշխատանքները կշարունակի դեկտեմբերի 10-ին։